Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Կարապետյանց Նիկոլ Փաշինյանը օրեցօր ինչ-որ տեսանյութեր է հրապարակում, որում ինչ-որ կանոնակարգի հաստատման մասին է խոսում և նշում է, որ կաթողիկոսին գահընկեց հանելուց հետո եկեղեցին կգործի իր իսկ առաջարկած կանոնների հիման վրա։ Ինչ կասեք այս մասին, արդյոք նրան կհաջողվի նման բան իրականացնել։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հակասահմանադրական են։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հակասում են մեր միջազգային պարտավորություններին, որը Հայաստանի Հանրապետությունը վերցրել է որպես տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչ եւ պարտավորվել է պահպանել բազմաթիվ ֆունդամենտալ իրավունքներ, որոնց մեջ մտնում են նաև խղճի կրոնի հետազոտությունները։ Ասել է, թե Նիկոլ Փաշինյանի գործողությունները ուղիղ իմաստով հակակոնվենցիոն են, հակասահմանադրական են, հետևաբար քրեորեն պատժելի են, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր սատարում են այս process-ին, պիտի հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին քիչ է, որ ինքն է հանցագործություն իրականացնում։ Իրան պետք է, որ ունենան հանցակիցներ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր սատարում են Նիկոլ Փաշինյանին, մեր սահմանադրությանը հակառակ են գործում, այդ բոլոր մարդիկ հանցակցություն են գործում։ Սա քրեորեն եւս պատժելի է։ Սա մարդիկ պիտի հասկանան։ Կհաջողվի թե չի հաջողվի շատ դժվար է ասել։ Ես հուսամ, որ նաև հակառակ էֆեկտի արդյունքում չի հաջողվի, ինչու, որովհետև շատ-շատերը Հայաստանում, գիտեք, եկեղեցին վերաբերվել են ավելի զուսպ, ավելի սենց, ոնց ասեմ, ի նկատի ենք ունեցել, որ մենք ունենք 1700-ամյա եկեղեցի, բայց մեծ մասնակցություն չեն ունեցել։ Հիմա եկեղեցու այցելությունները, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի սրված է, անարդարության զգացումը սրվել է նաև եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի արդյունքում։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր հասարակությունը դիմադրություն ցույց կտա, մենք կկարողանանք տեր կանգնել ոչ միայն մեր պատմությանը, մեր սիմվոլներին, մեր եկեղեցուն եւ մնացած ամեն ինչին, ինչը պատկանում է հայ ժողովրդին, որովհետեւ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, ցանկացած իշխանությունները գալիս են ու գնում են, սիմվոլները, իրական արժեքները իրենք մնում են։ Եթե եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին արժեքավոր չլիներ, ինքը 1700 տարի չէր դիմանա։ Դա օրինակ սովետական միությունը դիմացավ ընդամենը 70 տարի։ Բազմաթիվ այլ դեպքեր, իրադարձություններ, ինչ որ երևույթներ ստեղծվեցին եւ վերածվեցին, որտեղ իրանք արժեք չեն ներկայացրել, իրանց հայության հատկապես համար արժեք չեն եղել, չեն պահպանվել։ Հայ առաքելական եկեղեցին պահպանվել է 1700 տարի, բացառապես միայն նրա հաշվին, որ դա արժեքավոր է եղել հայ ժողովրդի համար։ Հետևաբար արժեքների պահպանելու խնդիր կա այստեղ։ Այստեղ օրվա ինչ որ մի անհատի խելակորուս հայտարարությունների, նպատակների, երազանքների կամ գուցե պատվերների մասին չի խոսքը։ Վերջո այս ամենը երբ հանգուցալուծում կստանա, քանի որ արդեն 4-րդ սրբազանն է գտնվում անազատության ներքո եւ ըստ էության այս ամենը շարունակական բնույթ կունենա։ Ժամկետներ նշել շատ դժվար է, որովհետեւ շատ ինտենսիվ են տեղի ունենում իրադարձություններ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ցիվիլիզացիոն փոփոխություն է տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Խառնաշփոթ իրավիճակը, բայց որ հայության ներսում եւ այն հայությունը, որ նաեւ դրսում է, այ երման կետ կա ու երբ կհասնի այ գագաթնակետին երման շատ դժվար է ասել, բայց որ այդ երումը, այդ դժգոհությունը, այդ ցասումը, այդ դժգոհությունը միանշանակ է եւ դա չի կարող որևէ տեղ կորել, որովհետեւ բնության կանոնը հետեւյալն է, եթե կա ճնշում, անպայման լինելու է դրա հակառակ process-ը, հա։ Հետևաբար կլինի հաստատ պատասխանը կլինի, թե որ պահին ու ինչ ձևով շատ դժվար է ասել, ես անկեղծորեն հույս ունեմ եւ մենք որպես թիմ, որպես նժարսանդրական շարժում ամեն ինչ անելու ենք, որ դա լինի առողջ, ողջամիտ, առանց որևէ սրացումների, առանց ներքին բախումների, դա պիտի լինի շատ նորմալ, բնականon ընթացք եւ կարծում եմ մենք դա կարողանալու ենք անել։ 2026 թվականի ընտրությունները, այսպես ասած, սարերի ետևում չեն, ինչ եք կարծում, կարող է Փաշինյանը մեծամասնություն կազմել, որովհետև ըստ էության նա դրա սպասելիքը ունի եւ նշում է, որ 26 թվականին, եթե ԿՊ-ն լինի իշխանության, ապա այդ դեպքում սահմանադրությունն էլ կփոփոխվի։ Եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, դա նշանակում է ոչ միայն սահմանադրություն, Ալիևի սրտով սահմանադրություն կամ պատվերով սահմանադրություն կունենանք, դա նշանակում է շատ ավելի լուրջ խնդիրներ։ Ամեն անգամ, հիշեք իմ խոսքը, Աստված ուչանի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը դրսից պատվերները ներկայացնելու է որպես խնդիր, որը չլուծելու պարագայում մենք ունենալու ենք պատերազմ։ Այն ինչպես հիմա է շանտաժով մեր ամբողջ ժողովրդին պահում, եթե դուք Արցախի խնդիրը, արցախցիների իրավունքների խնդիրը բարձրաձայնում եք, կլինի պատերազմ, հաջորդաբար լինելու է սահմանադրությունը իրանց ուզածով չփոխեցինք, լինելու է պատերազմ։ Մեր եկեղեցիները չդարձեցինք ալբանական եկեղեցիներ, լինելու է պատերազմ։ Այս ինչ մարդկանց չհանձնեցինք
Բաքվում ընդեղ դատելու համար լինելու է պատերազմ։ Ու այսինքն շանտաժով ինքը մեզ պահելու է մի ամբողջ ժողովուրդ ներսում ու դրսում պահելու է շանտաժով։ Հետևաբար սա է պետք հասկանալ, Նիկոլ Փաշինյանը պիտի վերարտադրվի թե չէ։ Այն որ ինքը գնալու է այդ թվում նաև հանցավոր գործողությունների, ես վարկյան անգամ չեմ կասկածում, որովհետև նժարի վրա դրված է մեզ համար դրված է պետականությունը, իր համար դրված է իր անձնական, անհատական անվտանգությունը, որ ինքը կարող ապահովի մենակ անսահմանափակ ոստիկանության արկայության պարագայում եւ ԱԱԾ-ի շանտաժների պարագայում։ Ուրիշ ձևի չի կարող պահի։ Տեսեք, օրինակ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության միջոցով գրաքննության է ենթարկում հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատարագների տեքստերը։ Սա ըստ էության ինչ է նշանակում։ Արդյոք կարելի է ասել, որ դրսից ինչ որ հրահանգ կա, որպեսզի այս ամենը կատարվի, թե եկեղեցու շուրջ, թե քաղաքական դաշտում։ Անկախ նրանից դա դրսից պատվեր է թե չէ, թեպետ դա էլ է շատ կարևոր հասկանալը, դա իր ներքին խելագարության հասնող ինչ որ մտքերն են, թե դրսից պատվեր է կատարում, որտեղ իրավական գնահատականի համար, այսինքն իր քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակ դա կարևոր է լինելու։ Այսինքն սա պետական դավաճանության հարց է, թե ուղղակի անմեղսունակության վիճակ է, բայց դա էլ էական չի։ Նման միջամտությունը ցանկացած կրոնական կազմակերպության, տեսեք, ես չեմ ասում հայ առաքելական, որովհետև դա մեր ընդհանուր տենց արժեքավորն է, ցանկացած կրոնական կազմակերպության կանոնակարգի մեջ փոփոխություններ անելու տիպի միջամտությունը դա հակասահմանադրական, հակապետական, քրեորեն բաժելի գործողություն է։ Նիկոլ Փաշինյանը ամեն օրվա ռեժիմով հայտարարում է իր հանցագործությունների մասին, բայց քանի որ մենք չունենք արդարադատության համակարգ, at slovo совсем ընդհանրապես չունենք, որևէ մի կառույց չունենք, ոչ դատախազ չունենք, ոչ ԱԱԾ ունենք, ոչ, չգիտեմ, այն մնացած մարմինները, քննչական կոմիտեն, ոչ մի բան չունենք։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անպատիժ իրականացնել ամեն օրվա ռեժիմով հակասահմանադրական գործողություններ։ Սա իրան չի փրկելու իրականության մեջ, ինքը պատասխանատվության է ենթարկելու իր բոլոր հանցակիցների հետ, ներառյալ քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի, ԱԱԾ-ի տնօրենի եւ ղեկավարության։ Մի խոսքով բավականին մեծ աշխատանք է սպասվում ընտրություններից հետո քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերում։ Մենք այս հարցը չենք կարող թողնել անտեսված կամ այսպես ասենք դե ներում ենք բոլորին ստեսություն բարի ճանապարհ մենք գնացինք չէ մի անգամ Հայաստանում պիտի լինի հստակ process դատական process որը օրինակ կծառայի հաջորդի եկող բոլոր իշխանություններին որ իմանան որ Հայաստանը պետություն է Հայաստանում գործում են օրենքներ եւ յուրաքանչյուրը պիտի գործի բացառապես միայն իր լիազորությունների շրջանակներում այլապես կլինի քրեական պատասխանատվություն